Կրակը քո սրտում, Սեմի թիփիդ, գլուխ 5. Վկայելու դրդապատճառը։ Աստծո բարկությունը այսօրվա համար ամբարված շատ ջրի նման է, որը գնալով ավելանում է, մինչև որ ելք գտնվի։ Որքան երկար է աղբյուրը փակ մնում, բացվելիս այնքան ավելի սրընթաց ու հորդահոս է բխում։ Ջոնաթան Էդվարդս։ Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ երբ դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Այժմ, որ մենք արդարացված ենք նրա արյամբ, որչափ առավել նրա միջոցով պիտի փրկվենք Աստծո բարկությունից։ Հռոմեացիս 5:8-9 համարներ։ Ներգրավվելով Տիրոջ գործի մեջ, շատ հեշտ կարող ենք կորցնել գործը Տիրոջ տեսանկյունը։ Հենց այս առումով պետք է մեր սրտում արթնություն լինի։ Այս ճշմարտությունն ըմբռնելուց առաջ հաջողակ հովիվ էի համարվում։ Աստված օրհնում էր իմ ծառայությունը, այդուհանդերձ կարծես կյանքիս մեջ ուրախությունը պակաս էր։ Քանի որ անցյալում վայելել էի այդ ուրախությունը, գիտեի, թե ինչ է այն։ Ես ջանում էի հասկանալ դրա պատճառը, սակայն որևէ պատասխան չէի գտնում։ Հավատարմորեն ծառայում էի Տիրոջը և կյանքիս մեջ հայտնի մեղք չկար։ Մի երեկո ընկերներիս հետ Արևմտյան Բեռլինում էի և պատրաստվում էինք հաջորդ օրը գնալ Արևելյան Բեռլինի ազգային տուրիստական գրասենյակ՝ Արևելյան Գերմանիայի անցաթուղթ ձեռք բերելու։ Երբ ընկերներիս հետ աղոթում էինք, Տերը սրտիս հետ մի բառով խոսեց՝ պատրաստակամություն։ Գիտեի, որ Աստված ավելի շատ իմ պատրաստակամությունն է ուզում, քան թե իմ քարոզելու կարողությունը։ Սկսեցի գլխի ընկնել, թե Աստված ինչ կարող էր անել մեզ հետ, եթե պատրաստական սպասում ենք Սուրբ Հոգուն, առաջ բերելու Հիսուսի կյանքը մեր մեջ և մեր միջոցով։ Հիսուսն է ուրախություն տվողը, նա է ամենամեծ հոգի ներշահողը։ Հիսուսին ուղղակի պետք է թույլ տանք, որ ինքը Հիսուսը լինի մեր մեջ։ Այդ գիշեր ես խնդրեցի Աստծուն, որ ինձ որդու հանդեպ պատրաստակամ դարձնի։ Հաջորդ օրը Արևելյան Գերմանիա մեկնելու պատրաստություն տեսնելուց հետո գնացինք մի ռեստորանում ճաշելու։ Երբ մի խումբ երիտասարդների կողքով էինք անցնում, Սուրբ Հոգին սիրտս շարժեց, հիշեցի անցյալ գիշերվա աղոթքս և ասացի. «Տեր, ես պատրաստ եմ, եթե ուզում ես, որ վկայեմ, ահա ես»։ Սկսեցի խոսել այդ երիտասարդների հետ հավիտենական նախասահմանության մասին։ Սկզբում նրանք ապշել էին, բայց ինչքան շատ էինք խոսում, այնքան ավելի էին հետաքրքրվում այդ հարցով։ Նրանց որոշ գրականություն տալով, մի քանի րոպե անց վերադարձա ընկերներիս մոտ։ Ուրախությամբ էի լցված, քանի որ գիտեի, որ հոր հանդեպ պատրաստ եմ գտնվել։ Ռեստորանում նստարանները երկարավուն էին, և մեր դիմաց նստած մի ընտանիք շարունակ մեզ էր նայում, ժպտադեմ շշնջալով։ Տղայիս՝ Դեյվին ասացի, թե կարծում եմ, որ նրանք մեր կրծքին փակցված գրությունից են ուզում, ուր գրված էր. «Ես սիրում եմ Հիսուսին»։ Դեյվն այդ գրությունից մեկը տվեց նրանց, որից շատ հուզվեցին։ Դրանք Արևելյան Գերմանիայի հարավային մասի մի քաղաքում բնակվող քրիստոնյաներ էին, որ որոշել էին իրենց արձակուրդը եզրափակել Արևելյան Բեռլինի այս ռեստորանում ճաշելով։ Դա մի հիասքանչ հանդիպում էր, մենք մտերիմ բարեկամներ դարձանք։ Խնդրեցին, որ այցելեմ և Հիսուսի մասին քարոզեմ իրենց քաղաքում։ Ես ընդունեցի այդ առաջարկը, որի արդյունքում շատերը Քրիստոսին նվիրվեցին։ Այդ ամենը սկսվեց այն բանով, որ ես պարզապես Տիրոջ հանդեպ պատրաստակամ դարձա։ Սուրբ Հոգին ինձ կանգնեցրել և հիշյալ երիտասարդներին վկայելու առիթ էր ընձեռնել, որպեսզի ուշանանք և ռեստորանում այդ քրիստոնյա ընտանիքի հետ հանդիպման պահը չկորցնենք։ Այդ հանդիպման արդյունքն այն եղավ, որ այդ քաղաքում ավետարանչության դուռ բացվեց։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ, որոշեցի հարատև Տիրոջ համար պատրաստակամ դիրքում մնալ։ Մի շատ հուզումնալից փորձառություն ունեցա ինքնաթիռում։ Հանդիպեցի մի բժշկի կնոջ, որի սկեսուրը հարսին ու տղային Հիսուսի մասին վկայելու անհաջող փորձեր անելուց հետո ասել էր.
Ես խնդրելու եմ Աստծուն այնպիսի մեկին հանդիպեք, ով կկարողանա բացատրել ինձ հետ կատարվածը։ Այսպիսով նրա սկեսրոջ աղոթքին ի պատասխան այդ տիկնոջը պատմեցի Հիսուսի մասին։ Ընդունելով ավետարանը նա արտասվեց, իսկ իմ սիրտը հեղեղվեց ուրախությամբ։ Շատ քրիստոնյաներ միշտ Աստծուն խնդրում են, որ իրենց գործածի ինչպես որ ուզում է։ Եթե մենք պարզապես պատրաստակամ լինենք Աստծո հանդեպ, կսկսենք աղոթել. Տեր, ինձ մի փոքր հանգիստ տուր։ Աստված մեզ ավելիով է կամենում գործածել, քան մեր մտքով է անցնում։ Հասկանալով այս սկզբունքը, վկայելու նոր մղում ենք ունենում։ Հիսուսը դառնում է մեր դրդապատճառը։ Որքան հստակ կարողանանք նրան տեսնել, այնքան կավելանա մեր եռանդը։ Ուիլյամ Նիկոլսոնի մայրը դարձի է եկել 1859 թվին Իռլանդիայի մեծ արթնության ժամանակ։ Նրա դարձի գալուց հետո Նիկոլսոնն էլ էր կատարյալ նվիրման փորձառություն ունեցել, որը խթանիչ դրդապատճառ էր հանդիսացել, որ նա Հիսուսի մասին շատերին պատմի։ Նրա քրիստոնեական կյանքում առկա փոփոխությունը տեղի է ունեցել Փրկության բանակի բացօթյա ավետարանչական ժողովի ժամանակ։ Ինքն այսպես է նկարագրում այդ փորձառությունը. Այդ օրը փողոցով քայլելիս ինձ թվաց, թե երբևէ ունեցած բոլոր ընկերներս ու բարեկամներս դրսում ու մոտակայքում են։ Մոտենալով այդ բացօթյա հավաքույթին ու տեսնելով երգող ու դափերը թափահարող երկու փոքր աղջնակներին, դրոշը պահած խեղճ Դաֆթ Ջիմին, արդեն ուզում էի ետ դառնալ։ Խոսվում էր մահվան մասին, իսկ այդ գիշեր ես համարյա մեռնում էի։ Արահետով քայլելիս դեպի հետ ուղղեցի ու կանգնեցի խմբի մեջ։ Զինվորները շեշտակի նայում էին վրաս և ի զարմանս ինձ մեկն ասաց. «Մարդիկ չեն կանգնում ու լսում, եկեք ծնկի գանք և աղոթենք»։ Ինչ կարող էի անել, հո չէի փախչելու, ուստի ծնկի եկա։ Նիկոլսոնը լսում էր հավաքված բազմության ծաղր ու ծանակը։ Սպաներն աղոթեցին։ Այնուհետև աղջնակներից մեկն անսպասելիորեն ասաց. «Եղբայր, վերցրու այս դափը և փողոցն ի վար շարժվող երթն առաջնորդիր դեպի զորանոց»։ Ես չէի կարող թույլ տալ, որ մի աղջնակ ինձ հրամայեր, բայց այդուհանդերձ վերցրեցի։ Դրա արդյունքն էր, որ իմ շղթաներն ընկան, և ես ազատ էի։ Իմ բոլոր սարսափները հոտս ցնդեցին։ Ինչպես ասում են, հեղինակությունը, վախն ու ամոթն ընկղմվեցին հոգու առատ լեցունության մեջ։ Ալելույա։ Հետագայում Նիկոլսոնի միջոցով Աստված բրիտանական կղզիներում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Միացյալ Նահանգներում և Հարավային Աֆրիկայում շատերին է Քրիստոսին առաջնորդել։ Սակայն վկա դառնալուց առաջ Նիկոլսոնը պետք է կատարյալ նվիրվեր Քրիստոսին։ Մեր կյանքի կատարյալ նվիրումը դեռ չի նշանակում, թե մենք կատարյալ քրիստոնյաներ ենք, այլ նվիրվում ենք, որ դրա միջոցով կատարյալ դառնանք։ Ինչքան շատ ենք Քրիստոսի նման մտածում ու զգում, այնքան ավելի ենք Քրիստոսի աչքերով տեսնում։ Ներկա սերնդի մեծագույն կարիքը կյանքին, աշխարհին և կորած մարդկությանը Հիսուսի աչքերով նայելն է։ 1960-ականներն ու վաղ 70-ականները ռադիկալիզմի և ինդիվիդուալիզմի տարիներ էին։ 1970-ականի վերջն ու վաղ 80-ականները բնորոշվում են պահպանողականությամբ և դանդաղկոտությամբ, իսկ 1980-ականների վերջին շրջանից մինչև դարեվերջը պետք է բնորոշել որպես եկեղեցու զարթոնքի ժամանակաշրջան։ Բնակչության հոգեկան պոռթկումը պահանջում էր, որ եկեղեցին Հիսուսի աչքերով նայի աշխարհին։ Աթեիստական, կոմունիստական, ռազմաշունչ շարժումներն ու իսլամական ծայրահեղական խմբավորումները եկեղեցուն ստիպում են ծնկաչոք աղաղակել. «Տեր, ողորմիր ինձ իմ դանդաղկոտության համար»։ Անհրաժեշտ էր միջահասակների և երիտասարդների այնպիսի մի սերունդ, որը զորեղ բանակի պես կանգնելով կողջունի Հիսուս զորավարին։
Մենք պետք է նրան լսենք, նա պետք է լինի մեր դրդապատճառը, հետո նրան հետևելով պետք է դուրս գանք և աշխարհը շահենք Հիսուսի համար։ Աստծո սիրտը շարժող, մեզ Հիսուսի մասին վկայելու մղող 3 բան կա, որոնք կարելի է այսպես բնութագրել։ Մարդու կորուստը, նախ Աստված գիտի, որ մարդկությունը կորուստյան է գնում, այդ պատճառով Հիսուսն ասաց. մարդու որդին եկավ կորածին փնտրելու ու փրկելու։ Սուրբ գրքում Հիսուսին շարունակ կարելի է հանդիպել ցավատանջներին, վշտացյալներին ու տառապյալներին փնտրելիս։ Հիսուսի կյանքի նպատակը մեկն էր, նա եկել էր կորած մարդկության նիր անձով փրկագնելու։ Արթուն եկեղեցին աչքի առջև ունենալով կորած մարդկությանը հարատև կարեկցելով աղոթում ու վկայում է։ Ռումինիա կատարած իմ վերջին այցելություններից մեկի ընթացքում մի մեծ համայնքի հովիվ ինձ ասաց. «Դժոխքի և Աստծուց մարդու հավիտենական բաժանման ուսուցումը շատ կարևոր է մեզ՝ ռումինացիներիս համար, այն մղիչ ուժ է արթնության համար»։ Ռումինացի ամենասիրելի ընկերներիցս մեկն ինձ ասեց. «Սեմի, արևմուտքի քարոզիչները շատ քիչ եք անդրադառնում դժոխքի թեմային։ Ձեր պատգամներում, կարծես, հրատապությունը չի շեշտադրվում»։ Չէի համաձայնվում նրա հետ, բայց դա էր ճշմարտությունը։ Երբ ես 60-ականների կեսերին քրիստոնյա դարձա, թմրադեղերից գրեթե ցնորված մի հիպի ինձ իր մոտ էր կանչել։ Վկայությունիցս հետո նա ինձ ասաց. «Եթե ես քո պատմածներին հավատամ, գետնատարած սողալով կաղերսեմ մարդկանց, որ իրենց սրտերը Հիսուսին հանձնեն։ Ես չեմ քնի, մինչև նրա մասին մեկին չպատմեմ»։ Հիպիի խոսքերը թափանցեցին սրտիս խորքերը, և Աստված ինձ բոցավառեց հոգիների փրկության համար։ Ես ու կինս սկսեցինք այցելել ավազակախմբերի առանձնաթաղերը ու վեճեր լուծելու համար նշանակված վայրերը, նրանց Քրիստոսին առաջնորդելու համար։ Սրտացավ էինք այդ երիտասարդների կորստի հանդեպ, բայց ընտանիքի բազմանալուն, տուն կառուցելուն և հաջողակ հովիվ դառնալուն զուգընթաց կորցրեցի կորած մարդկությանը հասնելու իմ նշանաբանը։ Ռումինացի ընկերս այդ նույն ճշմարտության կոչով կրկին դիմեց ինձ, խորհուրդ տալով, որ կրկին ընթերցեմ Ջոնաթան Էդվարդսի «Մեղավորները բարկացած Աստծո ձեռքում» գիրքը։ Նա հիշեցրեց ինձ իմ ժառանգության մասին։ Սեմի, քո ազգը ծնվել է մեծ արթնության ընթացքում, և քարոզիչներն ու աշխարհիկ մարդիկ հավատում էին, որ մարդն իրականում կորած է և դժոխքը կորածի բաժինն է։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ, կրկին Էդվարդսի քարոզը կարդացի և Սուրբ Հոգին տակնուվրա արեց սիրտս։ Իմանալով, որ մեր ծանոթներից մեկը դատապարտված է տանջանքի, մեզ համար այդ մասին մտածելն իսկ ահավոր կդառնա։ Իսկ այդ մարդուն առերես տեսնելն արդեն սարսափելի։ Ամեն քրիստոնյա ինչպիսի ցավով ու դառնագին կողպա նրա համար։ Սակայն ավաղ, շատ շատերն են հիշելու դժոխքի այդ մռայլ պատկերը, որոնք գուցե տարին վերջանալուց էլ ավելի շուտ են դժոխքում հայտնվելու։ Եվ բնավ զարմանալի չէ, եթե այս պահին նրանք, ովքեր այժմ հանգիստ, առողջ և ապահով են, լուսաբացից առաջ այնտեղ հայտնվեն։ Հավանաբար դժվարությամբ կընդունեք այս ճշմարտությունը, քանի որ մենք ինքնավստահ մի սերունդ ենք և մեզ վարժեցրել ենք անտարբերության նիրհին։ Պետք է արթնանալ։ Ներկայումս բնակչությունն ավելի բազմաքանակ է, քան երբևէ, բայց նրանցից շատերն առանց Հիսուսի են ապրում և դժոխք են գնում։ Չպետք է գոհանանք մեր եկեղեցու հարմարավետ նստարաններին նստած երգեր երգելով ու քարոզչին ամեն արձագանքելով, երբ մարդկությունը դժոխք է գնում։ Պետք է հարմարավետության շրջանակներից դուրս գալ։ Մենք պաշտամունքների ենք մասնակցում, բարեկամություն ենք հաստատում, Սուրբ գրքի խմբակային սերտողությունների ենք մասնակցում, մոռանալով դրսի կորած մարդկությանը։